Ընդդիմադիրների մերձավորներին ազատում եք աշխատանքից։ Համայնքի ղեկավարը ինքն է որոշում ում հետ աշխատի, ում հետ չաշխատի։ Կադրային ջարդ չենք իրականացնելու։ Ի՞նչն եք համարում ձեր ամենամեծ ձախողումը։ Շատ կոպիտ ձևակերպում է ամենամեծ ձախողումը։ Իհարկե աշխատակազմում ունենք կուսակցականներ, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում այդ մարդիկ։ Պաշտոն արդյոք ձեզ առավելություն չի տալիս։ Հակառակը ավելի թիրախավորում է, ծրագրեր են եկել համայնք, որը նախկինում երբևիցե չի քննարկվել։ Օգտագործվել է վարչական ռեսուրս։ Կա վարչական ռեսուրս, բայց դա չարաշահված չէ։ Ենթադրյալ չարաշահումների հետ կապված դրական գործեր կան, հիմա էլ ընթանում են, ես չեմ ուզում դրան անդրադառնալ։ Նման խոսույթ գնաց, որ դա արվում է հատուկ Արգիշտի Մեխակյանի համար, Խոյի Էջմիածինը միավորելով։ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղաշապատի ավականու ընտրություններ են։ Ընտրապայքարի մեջ է 8 քաղաքական ուժ։ Մեր զրուցակիցն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանը, ով նաև Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Բարև ձեզ, պարոն Մեխակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին։ Ինչպես կգնահատեք ընթացքը։ Ընթացքը գնահատում եմ շատ լավ, սկզբում մի փոքր սառնություն կար եւ մեր թիմի կողմից եւ քաղաքացիների կողմից, բայց ամեն օր ավելի դրական եմ գնահատում, քաղաքացիները ավելի ջերմ ընդունելության են արժանացնում մեզ։ Մենք գիտեք, մանավանդ գյուղական բնակավայրերում մեզ բավական հեշտ է շփվել մեր բնակիչների հետ, որովհետեւ այս տարիների ընթացքում եւ բարբերաբար շփումներ են ունեցել, չեն կորցրել մեր կապը եւ բավականաչափ ծրագրեր են իրականացրել, որի շրջանակում մենք հետաքրքիր զրույցներ ենք ունենում եւ նաեւ խոսում ենք ապագայում իրականացվող ծրագրերի մասին, որոնք էլի բնակիչների կարիքի վրա են հիմնված։ Պարոն Մեխակյան, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոն արդյոք ձեզ առավելություն չի տալիս մյուս տեխնացուների նկատմամբ, հաշվի առնելով, որ թե դիտորդները, թե տեխնացուները, ինչպես նաև լրատվամիջոցները պարբերաբար խոսել են, որ քարոզարշավի ընթացքում օգտագործվում է վարչական ռեսուրս։ Եթե այդ տեսանկյունից նայենք, ես կարող եմ ասել, որ չի տալիս առավելություն, այլ հակառակը ավելի թիրախավորում է, որովհետև մենք տեսնենք առաջին օրերին հատկապես քարոզարշավի շատ կենտրոնացված էր ուշադրություն հենց քաղաքացիական պայմանագրի վրա, իսկ մնացած առումով տալիս է առավելություն, ինչ իմաստով, որ դու ունես բավականաչափ գործիքակազմ տիրապետելու ավելի շատ խնդիրների, ավելի շատ խնդիրների, քաղաքացիների, դու իրենց հետ ընդունելություն ես անցկացնում, ամեն 5 շաբթի մի քանի տասնյակ քաղաքացիների այցելություններ են եղել տարբեր բնակավայրեր եւ թաղամասեր, փողոցներ, հետեւաբար այդ շփումները չի կարող առավելություն չտալ։ Շատերը կարծում են, որ ձեր նշանակումը ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հենց նախընտրական ծրագրի մի մաս էր, որպեսզի ձեզ ներկայացնեն որպես գործող համայնքի ղեկավար եւ տարիների ընթացքում կամ կիսատ մնացած ներդրումային ծրագիրը ներկայացնի որպես ձեր կատարած աշխատանք։ Ինչպես եք վերաբերում այդ խոսակցություններին։ Տեսեք, այդ խոսակցությունները միշտ եղել են եւ լինելու են եւ իշխանություն լինելու պարագայում երևի թե ինչ որտեղ էլ նորմալ է, որ այդ խոսակցությունները կան, բայց մենք պետք է ըստ էության անդրադառնանք կոնկրետ ինչին է վերաբերում, փաստերով արձանագրել։ Ես կարող եմ արձանագրել, որ իմ ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ ոչ թե կիսատ մնացած, այլ լրիվ նոր ծրագրեր են եկել համայնք, Վաղաշապատ համայնք, որը նախկինում երբևիցե չի քննարկվել։ Եվ ես կարծում եմ, որ սա իմ եւ իմ թիմի, մեր թիմի հենց հաջողությունն է, որովհետեւ մենք ճիշտ ենք կարողացել ներկայացնել այդ ծրագրի անհրաժեշտությունը, որը կառավարությունը որոշում է կայացրել ուղղորդել դեպի Վաղաշապատ։ Իսկ այն խոսակցությունները, որ նախընտրական շրջանում են դա արվում, այդպես չէ, որովհետև այդ ծրագրերի հրատապ ծրագրերի մեծ մասը ոչ Վաղաշապատում են, այլ ընդհանրապես լրիվ ուրիշ մարզի, ուրիշ համայնքում են իրականացվում։ Բայց հաշվի առնելով, որ նաև կառավարության ղեկավար կազմը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, դուք էլ այդ կուսակցության անդամ եք, հետևաբար այստեղ էլ կա կասկած, որ օգտագործվել է վարչական ռեսուրս, պետական միջոցներ, ծրագրեր իրականացնելու համար, որպեսզի ներկայացնեն շարունակական գործընթաց, ներդրումների, որ Վաղաշապատում շարունակվելու են ներդրումները, եթե մեր տեխնացուն ընտրվի,
եւ այդ տեսանկյունից ձեզ ներկայացնում են Կոնկրետ դրական որ լույսներով։ ծրագրերի մասն է։ Հատկապես վերջերս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից շատ քննարկվեց եւ մամուլն անդրադարձավ դրան, որ հավելյալ հրատապ գումարներ է հատկացվում վաղարշաբաթին, որպեսզի որոշ ծրագրեր իրականություն դառնան։ Ես այսպես անդրադառնամ, մեկ օրում չի կարող որոշվել կամ մեկ շաբաթում չի կարող որոշվել, որովհետև նույնիսկ ընթացակարգերը որոշում կայացնելու իրենից ներկայացնում են խելամիտ ժամկետներ, որ դրանք պետք է քննարկվեն նախարարությունում, այնուհետև կոմիտեի նիստերում նախարարական, այնուհետև փոխվարչապետի գրասենյակ հավանություն պետք է արժանան նոր ընթացակարգով գնա կառավարության նիստի օրակարգ մտնի եւ այդ ամենը իրանից բավականաչափ երկար ժամանակ է ենթադրում։ Այն հրատապ ծրագրերը, որոնք որ եկել են վաղարշաբաթ, ես ինքս մարզպետ եղած ժամանակ քննարկել եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ, նույնիսկ այն ժամանակ, այսինքն կարող ենք ասել գրեթե 1 տարի առաջ մեր բանակցությունները ծրագրի շուրջ նոր իրականություն են դառնում։ Եվ ես կարծում եմ, որ այս դեպքում պետք չէ կիրառել վարչական ռեսուրսի չարաշահում, որովհետև կա վարչական ռեսուրս, բայց դա չարաշահված չէ, որովհետև այդ ծրագրերը պետք է հրատապ կարգով իրականացվեն, իսկ կառավարությունը գնահատում է, թե որտեղ են այդ հրատապության հիմքերը ավելի անհրաժեշտ։ Եվ ես կարծում եմ, որ մենք համոզել ենք կառավարությանը, որ վաղարշաբաթում անհրաժեշտ են, իմ գնահատմամբ եմ ասում, ես վերջին տարիներին չի եղել Հայաստանում, որ որևէ քաղաքային բնակավայրում չլինեմ եւ ես ցավով փաստում եմ, որ Էջմիածինը բավականաչափ հետ է մնացել իր ծրագրային առումով, ենթակառուցվածքների եւ կառավարության հենց ուղիղ ներդրումների առումով եւ այդ առումով կարծում եմ շատ տեղին էր, որ վաղարշաբաթում պետք է հրատապ ծրագրեր իրականացվեր։ Պարոն Մեխակյան, 2018 թվականի իշխանափոխությունից հետո վաղարշաբաթ համայնքը ղեկավարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, բայց նախորդ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել հողերի օտարման կասկածելի դրվագներ են հրապարակայնացվել, ինչն է ստիպելու ընտրողին, որ այս անգամ էլ վստահի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, հաշվի առնելով, որ նախորդ համայնքի ղեկավարը եւ ավականին այդքան էլ, այսպես ասած, լավ չեն աշխատել, հաշվի առնելով, որ մի շարք ծրագրեր այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ մի շարք խնդիրներ այդպես էլ լուծում չեն գտել։ Մենք հարցին անդրադառնալով պետք է համակողմանի դիտարկենք, դուք բազմիցս հենց անձամբ դուք բազմաթիվ հրապարակումներ արել եք ենթադրյալ չարաշահումների հետ կապված, դրանց հետ կապված քրեական գործեր կան, հիմա էլ ընթանում են, ես չեմ ուզում դրան անդրադառնալ, որովհետև իրավական ընթացակարգի մեջ են եւ կարծում եմ այդ արդյունքում պարզ կլինի, բայց եկեք նաև չմոռանանք, որ վերջին տարիներին վաղարշաբաթում ինչ աշխատանքներ են իրականացվել, օրինակ իրականացվել են կոյուղու անցկացման այնպիսի աշխատանքներ, որ երբևիցե թաղամասերը չեն ունեցել իրենց հիմնադրման իսկ օրվանից, օրինակ Արամ Մանուկյան 1-2 թաղամասերը, Չարենց 1 բնակելի թաղամասը, իհարկե մի քանի թաղամասեր էլ շարունակում են դեռ ունենալ այդ խնդիրները, բայց այդ թաղամասերը չեն ունեցել, եղել են Արամ Մանուկյան 1 թաղամասը ամբողջությամբ ասֆալտապատվել է, որը նախկինում երբևիցե ասֆալտապատ չի եղել, եւ այսպես շարունակ մենք նաեւ այս պահին ավարտական փուլում են գտնվում մեկ մանկապարտեզ շահագործվել է, վերակառուցված, երկրորդը ավարտական փուլում է գտնվում, մոտ օրերս մենք մասնակի բացում կանենք, հնարավորություն տալով 5 խումբ երեխաների այցելել մանկապարտեզ, մինչև մնացած 5 խմբերը պատրաստ կլինեն 1 ամսվա ընթացքում, ասել թե ոչինչ չի արվել, սխալ կլինի, որովհետև նաև բավականաչափ ասֆալտապատման բակային տարածքների նաև բարեկարգման, փողոցների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել եւ սուբվենցիոն ծրագրով եւ համայնքային միջոցներով։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած քրեական գործերին, կարծում եմ դրա լավագույն գնահատականը քաղաքական նաև որ մեր նախկին համայնքի ղեկավարը այժմ չի պաշտոնավարում։ Պարոն Մեխակյան, ոչ թե ընդհանրապես չեն իրականացվել ծրագիր, այլ բավարար չափով չեն իրականացվել, հաշվի առնելով, որ 7 տարվա ընթացքում շատ ծրագրեր չեն իրականացվել։ Ես նաև ներողություն ուզում եմ անդրադառնալ այդ հարցին, դուք ճիշտ եք ասում, բավարար չափով չեն իրականացվել,
բայց այստեղ նաև մենք պետք է նայենք բյուջետային միջոցների հնարավորություններին։ Մենք բազմիցս նշել ենք, քանի որ երբ որ այս վերջին խոշորացումը եղավ, նաև քաղաքական նման խոսույթ գնաց, որ դա արվում է հատուկ Արգիշտի Մեխակյանի համար, Խոյ Էջմիածինը միավորելով քաղաքական առումով ավելի շահեկան վիճակում է գտնվում եւ այլն, բայց եկեք նաեւ հարցի մյուս կողմը նայենք, որովհետեւ Վաղարշապատ համայնքը բաղկացած է եղել Էջմիածին քաղաքից եւ Ոսկեհատ գյուղից եւ քիչ բնակավայրեր ունենալով, քիչ բնակչություն ունենալով մեր դոտացիայի բանաձևը ի օգուտ Վաղարշապատի չի աշխատել, իսկ ավելի շատ բազմաբնակավայր լինելով մեր հաշվարկներով արդեն իսկ մյուս տարի գրեթե մեր դոտացիան կմոտենա գրեթե 5 միլիարդի, ինչը շատ մեծ բավականաչափ մեծ գումար է, մեծ ծրագրեր, հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար եւ վերջապես մենք կունենանք առաջիկա 5 տարիներից հետո մենք կունենանք գոնե Էջմիածին քաղաքում կենսական նշանակության խնդիրների վերացում կամ գրեթե մոտ կլինենք դրա վերացմանը։ Իսկ գյուղական բնակավայրերում էլ կարծում եմ դուք ինքներդ բավականաչափ տեղյակ եք, դուք նաև Խոյ համայնքի բնակիչ եք, տեղյակ եք ինչ խնդիրներ են իրականացել, որ տարիներ շարունակ մեզ համար բոլորիս համար երազանքներ են եղել եւ չգիտեմ, ես կարծում եմ, որ այս ամենը եւ քաղաքական առումով եւ ընդհանուր գործի գնահատելու տեսանկյունից, այո, պետք է աշխատի մեր քաղաքական թիմի օգտին, որովհետեւ թերացումներ այո կան, բայց նաեւ կա թիմում կան մարդիկ, ովքեր համար պայքարում են այդ խնդիրների լուծման համար։ Պարոն Մեխակյան, եթե ընտրվեք, ինչպես եք բացառելու օրինակ հողերի օտարման կամ այլ գործարքների կասկածելի գործընթացը, հաշվի առնելով, որ հիմնականում համայնքային միջոցների ոչ ճիշտ օգտագործումը կամ համայնքապատկան գույքի ոչ ճիշտ օտարումը մեծ վնաս է պատճառում համայնքին։ Եվ նախկին համայնքի ղեկավարն էլ մեղադրանք առաջադրվել է հենց այդ գործարքների հետևանքով։ Այստեղ մեկ բանաձև կա ընդհանուր հանրային քննարկումների արդյունքում, կարծում եմ դա լավագույն տարբերակն է եւ նաեւ հաշվի առնելով օրինակ այդ հողերը համայնքապատկան մնալով համայնքին կամ առաջիկայում ինչ պլաններ կան դրանց հետ կապված, հաշվի առնելով նաև այդ պլանները եւ քաղաքի կարիքները դրանց հետ կապված, արդյոք օտարումն է բերելու ավելի շատ օգուտ ներդրում անելու տեսանկյունից, թե այդ հողերն են որպես տարածքներ հետագայում ծառայելու համայնքի զարգացման համար։ Այդ տեսանկյունից պետք է նայել եւ համայնքի ավականու հետ քննարկել եւ նաեւ հանրային քննարկումներ ունենալ եւ մասնագիտական հանրության հետ եւ նաեւ կարծում եմ բնակչության տարբեր շերտերի հետ շահագրգիռ։ Իսկ դուք օտարման կողմնակից եք, թե համայնքապատկան հողի վրա ներդրում իրականացնելու։ Տեսեք, մենք ես այնպես չի որ օտարմանը դեմ եմ, չի կարող չլինել օտարման process, որովհետեւ դա նորմալ ընթացակարգ է, բայց նաև միևնույն ժամանակ պետք է հասկանանք հողերի օտարումը դա սպառվող ռեսուրս է։ Ամեն անգամ օտարում իրականացնելուց մեզ ավելի քիչ հող է մնում օտարելու, հետևաբար մենք ես ինքս շատ կենտրոնացած չեմ համայնքի եկամուտները մեծացնել օտարման process-ներով։ Օտարման process-ները բացառապես կախված կլինեն դրանից, թե դրանք մնալով համայնքային հողեր, օրինակ փոքր կտորների մասն է 1000 քառակուսի, 500 քառակուսի կամ չգիտեմ 200 քառակուսի մետր, դրանք ինչքանով են օգուտ բերում համայնքին, մանավանդ շատ դեպքերում օտարումները լինում են այն ժամանակ, երբ որ փաստացի դրա տարիներ շարունակ դրա տիրապետողը կա, ուղղակի իր խնդրանքով ասում են դրեք աճուրդի մենք գնենք այդ հողը։ Բայց իհարկե այն տարածքները, այն հողերը, որոնք որ էական նշանակություն են համայնքի համար, համայնքի բնակչության շահագրգիռ շերտերի համար, նաև համայնքի զարգացման տեսանկյունից դրանք պետք է նաև լայն քննարկումների եւ հանրային մեծ քննարկումների արդյունքում որոշվեն դրան շահկետագրերը։ Վերջին 7 տարիների ընթացքում ո՞րն է եղել քաղաքացիական պայմանագրի ամենամեծ ձեռքբերումը Վաղարշապատում։ Կարծում եմ այն աշխատանքները ենթակառուցվածքային, որ իրականացվել են, բայց նաև մենք արձանագրում ենք օրինակ Վաղարշապատ համայնքը նաև բաղկացած է գյուղական բնակավայրերից, ես ուզում եմ տարանջատել, որովհետև նույնիսկ Էջմիածին քաղաքի տարբեր հատվածներ ունեն իրենց առանձնահատուկ խնդիրները, օրինակ մեր կենտրոնը ունի ավելի զբոսաշրջային միջավայրի
բարելավման, այգիների, պուրակների ավելի գրավիչ քաղաք դարձնելու, մանավանդ որ զբոսաշրջիկները թվով Երևանից հետո երևի թե ամենաշատն են այցելում Էջմիածին եւ նրանց համար պետք է ստեղծվի բարենպաստ պայմաններ, որ այն տուրիստական կոնկրետ կետերից դուրս գան եւ փորձեն նաեւ քաղաքը վայելել որպես քաղաքային միջավայր։ Ծայրամասային հատվածները ավելի կենսական նշանակության խնդիրներ ունեն, ասֆալտապատում, մասնակի գազաֆիկացում, նույնիսկ ռոռոկման համակարգի խնդիրներ ունենք, որովհետև Էջմիածին քաղաքում էլի զարգացած է նաև գյուղատնտեսությունը։ Գյուղական բնակավայրերում մենք այս տարիների ընթացքում կենսական նշանակության մի շարք խնդիրներ լուծել ենք, մանկապարտեզներ, այս պահին նաև վաղաշաբաթ խոշորացված համայնքում 5 դպրոց է զրոյից կառուցվում, եւս մի քանի դպրոցներ վերանորոգվում են մեծ մասշտաբով, 3 մանկապարտեզ գտնվում է կառուցման փուլում եւ առաջիկա տարիներին նաեւ այս ենթակառուցվածքների առումով մենք բավականաչափ կարող ենք ասել գրեթե խնդիր չենք ունենա եւ առաջիկայում պլանավորում ենք հաջորդ տարվա 66-ում ծրագրով Էջմիածին քաղաքում եւս 2 մանկապարտեզ վերակառուցման ներկայացնել։ Այսինքն այս պահին կոնկրետ լուրջ ձեռքբերումներ չունեք, նկատի ունեմ կուսակցությունը չունի, առաջիկայում եք ունենալու։ Չէ, մենք լուրջ ձեռքբերումներ ունենք վերակառուցված մանկապարտեզներ, արդեն շատ կարճ ժամանակ հետո քաղաք Էջմիածնում, Ոսկեհատ գյուղում եւս մեկ մանկապարտեզի վերակառուցում, որ հենց մեր իշխանության տարիներին է վերանորոգվել եւ վերաբացվել, գրադարան, նոր գրադարանի նոր համակարգ, որ այս տարիների ընթացքում է նորից մեր ձեռքբերումն է եղել բակային տարածքների մենք կհիշենք Էջմիածին քաղաքի նախկինում գրեթե բոլոր շենքեր, բազմաբնակարան շենքերի բակերը ցեխոտ ավիրված վիճակ էր, այժմ մեծամասամբ դրանք ասֆալտապատ են, գոնե մաքրության տեսանկյունից մենք էական առաջընթաց ունենք այդ տեսանկյունից, քիչ քանակությամբ բակային հատվածներ են մնում, որ այդ խնդիրը ունեն եւ մենք գույքագրել ենք առաջիկա տարիներին նույնպես կիրականացնենք, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որպես քաղաքային միջավայր մենք բավականաչափ շատ աշխատանք ունենք անելու։ Պարոն Մեխակյան, վաղաշաբաթում հիմնականում բազմաբնակարան շենքերը անմխիթար վիճակում են, տանիքներից սկսած շքամուտքեր, նկուղային հարկեր, գոյուղագիծը քայքայված վիճակում է, ջրահեռացման ցանց գրեթե չկա որոշ հատվածներում, դրան ավելանում են նաև Խոյ համայնքի գյուղական բնակավայրերի խնդիրները, ինչպես է կարողանալու այս խնդիրները լուծել։ Առաջին հերթին նշեցի, որ կառավարության կողմից տրվող բյուջետային աջակցության, դա դոտացիայի մասին օրենքով սահմանված դոտացիան է, դոտացիայի չափը, որը նոր խոշորացման արդյունքում էականորեն մեծանալու է, այսինքն չի լինելու ուղղակի այս պահին տրվող 2 առանցին համայնքների դոտացիաների հանրագումար, այլ լինելու է դրանից էականորեն մեծ, որովհետև բանաձևը այդպես է հաշվարկվում, ինչքան շատ բնակչություն, ինչքան շատ բնակավայրերի քանակ, այնքան դոտացիան ավելի շատ։ Առաջին հերթին այդ միջոցներով, երկրորդ հերթին սեփական եկամուտների էական ավելացման, որը մեզ մոտ Խոյ համայնքում ստացվել է եւ ընդհանրապես վերջին տարիներին մարզում սեփական եկամուտները բավականաչափ համայնքների սեփական եկամուտները բավականաչափ մեծացել են, որովհետեւ խոշորացումից հետո ավելի համայնքները ավելի անկաշկանդ են վարչահարություն իրականացնում եւ իհարկե դա իր դրական արդյունքը բերում է։ Հիմնականում այդ սեփական եկամուտներ եւ տրվող դոտացիա հիմնական եւ նաեւ կառավարության հետ բանակցության արդյունքում կառավարության կողմից ուղիղ ներդրումների արդյունքում մենք պլանավորում ենք իրականացնել այն խնդիրների լուծումը, որոնք որ կան Վաղարշապատ համայնքում եւ արձանագրենք արդյոք 5 տարին բավական է, որ մեր արձանագրած բոլոր խնդիրները լուծենք, ես կարծում եմ, որ ոչ, մենք չպետք է մեր հանրությանը խաբենք, բայց 5 տարին բավականաչափ մեծ ժամանակ է, որ մենք կարողանանք առնվազն կենսական նշանակության խնդիրներից վերանանք եւ ավելի հավակնոտ ծրագրեր սկսենք։ Ես կարծում եմ, որ
առաջիկա 5 տարիներին մեր հանրության վստահության քվեն ստանալուց հետո Վաղարշապատ համայնքի եւ Իջմիածին քաղաքի դեմքը էականորեն փոխվելու է դրական առումով։ Իսկ հնարավոր է սեփական եկամուտներն ավելացնել առանց տեղական турքերի ու հարկերի ավելացման։ Եվ ձեր ծրագրերում կա հարկեր турքեր ավելացնելու։ Մեր ծրագրում այս պահին մենք չենք քննարկում հարկեր турքեր ավելացնելու, հարկերը դրանք օրենքով սահմանված կարգով են վճարվում եւ այդ ավելացումները համայնքային մարմինները գրեթե առնչություն չունեն դրա հետ կապված, տեղական турքերն ու վճարների մասով մենք պետք է քննարկենք, հասկանանք։ Ես կարծում եմ, որ առնվազն պետք է պայքարել թաքնված եկամուտներ հայտնաբերելու ուղղությամբ եւ այդ առումով կարծում եմ բավականաչափ անելիքներ ունենք։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին մեր տնտեսությունը բավականաչափ զարգանում է եւ թեկուզ Էջմիածին քաղաքում մենք ականատես ենք լինում հյուրանոցների բացման, ժամանցի վայրերի, սրճարանների, որոնք որ իրենց հերթին բերում են հավելյալ եկամուտներ, խանութներ, կրպակներ, դրանք հավելյալ եկամուտներ են համայնքի բյուջեի համար։ Պարոն Մեխակյան, ի՞նչն եք համարում ձեր ամենամեծ ձախողումը, հաշվի առնելով, որ եղել եք Խոյ համայնքի ղեկավար, եղել եք Արմավիրի մարզպետ, այժմ էլ Վաղարշապատ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն եք։ Շատ կոպիտ ձևակերպում է ամենամեծ ձախողումը։ Կարծում եմ ոչ թե ձախողում, այլ ուղղակի չիրականացված ցանկության կամ նպատակի կամ ծրագրի ոչ մեր ուզած ժամկետում իրականացում, որ մենք պլանավորում ենք, բայց դա էլ է օբյեկտիվ, որովհետև ես ինքս Խոյ համայնքը կառավարել եմ 3 տարի, այնուհետև ճիշտ է շարունակվել են ծրագրերը, մեր սկսած նույնիսկ նոր ծրագրեր են սկսվել համայնքում, ամեն դեպքում մեզ լիարժեք 5 տարի ղեկավարում չի ստացվել, ինչը բնական է մեր հնգամյա զարգացման ծրագիրը թերի է մնացել, բայց կարծում եմ այս նոր խոշորացմամբ կընձեռվի հնարավորություն շարունակելու եւ ավելի լավ ծրագրեր իրականացնելու։ Բայց պաշտոնավարումը շարունակել է ձեր թիմի անդամը։ Այո, պաշտոնավարումը շարունակել է եւ ես կարծում եմ, որ բավականաչափ լավ է շարունակել, որովհետեւ ես այդտեղ շատ հետաքրքիր նաեւ ծրագրեր եմ տեսել, որ իմ ժամանակ ունեմ մենք չենք ունեցել, հետագայում դրանք իրականություն են դարձել։ Պարոն Մեխակյան, ընտրվելու դեպքում կադրային փոփոխություններ իրականացնելու եք, այսինքն շարունակելու եք աշխատել են կադրերի հետ, որ ինչ հիմա աշխատում եք։ Մենք կադրային ջարդ չենք իրականացնելու, մեր պրոֆեսիոնալ կադրերը միանշանակ հնարավորություն են ունենալու աշխատելու եւ ասեմ ավելին ոչ միայն հնարավորություն ունենալու, ստեղծվելու են բոլոր բարենպաստ պայմանները, որ լավ կադրերը, իրենց վրա աշխատող կադրերը ունենան հնարավորություն մասնագիտական աճ եւ կարիերա ապահովելու համար։ Բայց մամուլում հրապարակումներ եղան, որ հատկապես ընդդիմադիրների մերձավորներին ազատում եք աշխատանքից, արդյոք դա կադրային ջարդ չի։ Ոչ, կարծում եմ ոչ, որովհետև համայնքի ղեկավարը իր անմիջական ենթակայության տակ գտնվող ղեկավարների հետ ինքն է որոշում ում հետ աշխատի, ում հետ չաշխատի, իր աշխատանքային պրինցիպներից ելնելով։ Կա կարծիք, որ համայնքները վերածվում են կուսակցության մասնաճյուղերի, այս ճակերտավոր, հաշվի առնելով, որ առաջիկայում համապետական ընտրություններ են, ձեր դեպքում ինչն է ապացուցում հակառակը, որ Վաղարշապատը չի վերածվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսպես ասած, մասնաճյուղի։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև միանշանակ չեմ կարող պատասխանել, բայց եկեք այսպես ասեմ։ Մենք գիտենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները խոշորացված համայնքներում առնվազն դրանք քաղաքական ընտրություններով ձևավորվող մարմիններ են եւ այստեղ չի կարող քաղաքական կուսակցությունները անմասն չեն կարող մնալ, որտեղ անմիջական իրենց մասնակցությամբ այդ ընտրությունները տեղի ունենում եւ կառավարումը տեղի ունենում։ Ես կարող եմ փաստել մի բան, որ վերջին տարիներին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բավականաչափ մեծ ջանք է ներդրել կուսակցության զարգացման, կուսակցության զարգացման, կուսակցության գրասենյակների ընդլայնման եւ կուսակցականների աշխատանքի, կուսակցականների ներգրավմամբ
նույնիսկ համայնքային նշանակության շատ խնդիրներ լուծելու տեսանկյունից եւ այդ առումով ես կարծում եմ, որ մենք միանշանակ տարբերվում ենք հանրապետությունում գործող մնացած կուսակցություններից, որովհետեւ այս պայն մենք շատ ակտիվ մեր կուսակցության տարածքային գրասենյակները շատ ակտիվ աշխատում են։ Մենք կուսակցության տարածքային գրասենյակներում քննարկում ենք այնպիսի հարցեր եւ այն մարդկանց մասնակցությամբ, որոնք հիմնականում համայնքապետարանի աշխատող չեն, համայնքային կառավարման եւ ընդհանրապես կառավարման process-ների մասնակից չեն, հասարակ սովորական քաղաքացիներ են, ունեն իրենց առօրեական խնդիրները, համայնքի բնակիչ են, իրենք տեսնում են այնպիսի խնդիրներ, որ միգուցե մենք չենք տեսնում եւ իրենք մեզ ավելի այսպես մոտեցնում են հողի վրա եւ չեն թողնում, որ մեր աչքից վրիպի այնպիսի խնդիրներ, որոնք որ հնարավոր է, որ մենք չտեսնենք։ Եվ այդ տեսանկյունից ես հարցին պատասխանեմ այս տեսանկյունից, որ քաղաքական ընտրություններում կուսակցությունների ներգրավելը անխուսափելի է, բայց կուսակցականացվածությունը կարծում եմ, որ իհարկե դա լավ բան չէ։ Այսինքն եթե հստակ, չգիտեմ, մարմինը կառավարող կամ աշխատակազմը, այսպես ասած, կուսակցականացված է շատ, դա կարծում եմ, որ այդքան էլ լավ բան չէ, բայց մենք այդ կոնկրետ վաղաշաբաթում եւ նախկին խոյում մենք այդ խնդիրը չունենք։ Իհարկե աշխատակազմում ունենք կուսակցականներ, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում այդ մարդիկ։ Վերջին հարցս, պարոն Մեխակյան, եթե չընտրվեք, շարունակելու եք մնալ պետական համակարգում կամ տեղական ինքնակառավարման մարմնում, թե տեղափոխվելու եք մասնավոր հատված։ Ես շարունակելու եմ իմ առաքելությունը ցանկացած պարագայում, որովհետև պատերազմից հետո ես ինձ համար ստանձնել եմ հետևյալ առաքելություն, որ պետք է իմ ռեսուրսը մաքսիմալ օգտագործեմ այնտեղ, որտեղ որ հնարավոր է իմ երկրին ծառայեմ հնարավորինս շատ։ Համայնքային կառավարման գործընթացը ինձ շատ հոգեհարազատ է։ Երևի թե դա գայացի նրանից, որ իմ աշխատանքային գործունեությունը հենց համայնքից եմ սկսել եւ նաեւ ինչու՞ չէ շատ լավ տիրապետում եմ այն խնդիրներին, նաեւ այն գործիքակազմին, որ կա բացերին եմ շատ լավ տիրապետում, մենք նույնիսկ շատ սուր բանավեճեր ենք ունենում կուսակցության ներսում, թիմի ներսում, չգիտեմ թեկուզ մարզային թիմի ներսում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, բայց դա ի օգուտ համայնքի, մեր համայնքի բնակիչների, որպեսզի եւս մեկ խնդիր էլ ավելի շուտ լուծվի։ Ես չեմ մտածել անկեղծ ասած դրա մասին, բայց ես շարունակելու եմ մնալ համայնքում։ Ես չեմ պատրաստվում համայնքից դուրս գալ։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։ Իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին։